Ամերիկայի հայ ավետարանչական ընկերությունը պաշտոնապես բացել է իր հիմնովին վերակառուցված հանքավանի բազմաֆունկցիոնալ համալիրը։ Շուրջ 2 տասնամյակ որպես հազարավոր երեխաների ամառային հանգստի եւ համակողմանի կրթության վայր հայտնի դարձած Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության շողիկ ճամբարի տարածքում բացվել է նոր, բոլորը մեկում ձևաչափով Քեմփ հանքավան բազմաֆունկցիոնալ համալիրը։ Այն իր մեջ ներառում է հյուրանոց, համաժողովների, համերգների, զբոսաշրջային եւ կորպորատիվ տարաբնույթ միջոցառումների անցկացման համար տարածք, թենիսի կորտ, ֆուտբոլի դաշտ, բացօթյա ամֆիթատրոն, տաղավարներ եւ այլ ենթակառուցվածքներ։ Համալիրի տարածքը կազմում է շուրջ 60,000 քառակուսի մետր։ Վերջին փուլում նշված տարածքի 48,000 քառակուսի մետրը բարեկարգել է Վանաձորի կանաչ ընկերությունը, որի նախագահն է Հայկ Հովիվյանը։ Նրա խոսքով ամեն բան արվել է շինարարների կողմից, որպեսզի հենց մուտքի մոտից ապահովեն հեքիաթային պայմանները։ Ալիքաձև ճեմուղիները տարբեր գույների տրավերտինե քարերով են ստեղծված։ Քարե նստարաններ են տեղադրված ալիքաձև գոգավորություններով, փայտից պատրաստված նստատեղերով։ Կանական կառուցել է ֆուտբոլի մարզադաշտ, մեծ թենիսի կորտ, հեծանիվների կայանատեղի, ստեղծվել է արհեստական բլրակներ, որոնք ամբողջացնում են տարածքի գոգավորությունների պատկերը։ Տպավորիչ է շատրվաններ հիշեցնող կամարների համալիրը, որի կառուցման կլորությունը կատարյալ դարձնելու համար օգտագործել են նոր տեխնոլոգիաներ։ Շինարարության ճարտարապետն է Էրիկ Օհանյանը։ Հյուրերը շրջայց են կատարել համալիրի վերակառուցված տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին, ինչպես նաև Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության Հայաստանի 5 հիմնասյուներին նվիրված տաղավարներին, որտեղ ներկայացված են եղել կրթական, սոցիալական, տնտեսական, առողջապահական եւ հոգեվոր մշակութային ծրագրերը։ Աշխեն Սուքիասյան, Թղթապանակ։